Հայաստանյան եկեղեցին տարբերվում է մնացած եկեղեցիներից իր մի քանի առանձնահատկություններով, խիստ տարբերվում է։ Մենք այդտեղ ունենք խաղաքարտեր, որոնք չունեն ոչ Մոլդովայի, ոչ Չեռնոգորիայի, ոչ անգամ Ուկրաինայի եկեղեցիներ, որոնք են այդ գործոնները։ Այն, որ մեր եկեղեցին 1700-ամյա է, համաշխարհային եկեղեցիական պատմության մեջ լուրջ դեր ունեցող, ասենք մենք սրբեր ունենք դասված, նույնիսկ Վատիկանի կողմից, եւ հայկական եկեղեցին հայոց պատմության մեջ ուրույն իր դերն ունի բոլոր ժամանակներում, հատկապես նաեւ այն ժամանակներում, երբ որ պետականություն չի եղել։ Դա մի գործոն, որ առանձնացնում է մեզ։ Աշխարհը մեզ ճանաչում է նաեւ որպես առաջին քրիստոնյա երկիր։ Դա բրենդ է, դա այցեքարտ է։ Հաջորդը, մեր եկեղեցին խիստ կապված է Սփյուռքի հետ։ Նշածս ոչ մի երկիր չունի այս կապը, ոնց որ ունի մեր հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Դա նաև նրանից է գալիս, որ մենք Հայաստանից դուրս ունենք երկու անգամ ավելի հայ, քան Հայաստանում են ապրում։ Այսինքն եկեղեցին նաև եւ ի պաշտոն է ամենայն հայոց եկեղեցի է կոչվում։ Այսինքն թվերով էլ ասեմ, որ ավելի խոսուն է, մենք Հայաստանում ունենք 12 թեմ, Հայաստանից դուրս ունենք 27 թեմ։ Եվ նրանք են նաև մասնակցում կաթողիկոսի ընտրությանը կամ կարգալույծ անելուն։ Այսինքն Սփյուռքի որպես համակարգող կարելի ասել, կազմակերպիչ, Սփյուռքի հետ կապերը պահող միջոց մեր եկեղեցին է։ Ոչ միտեղ ասենք չկա Սփյուռքի հետ կապի կոմիտե։ Ոչ մի երկրում չի։ Մենք ունենք։ Դա մյուս գործոնը, որ եկեղեցին տարբերվում է, ունի առանձնահատկություն այլ երկրների հետ կապված, եւ մյուսը շատ քիչերս սրա մասին շատ քիչերն են խոսում, մեր եկեղեցին միշտ եղել է որպես լոբիստական կազմակերպություն, որպես պետության կառույց, որպես քաղաքականություն իրագործող, եւ շատ հաճախ է այդ գործիքը օգտագործվել, որովհետեւ այն երկրներում, որտեղ մենք ունենք հոտ զանգված լուրջ համայնքներ, այդ համայնքներով այդ երկրների իշխանությունների վրա մեր եկեղեցին այդ լոբիստական կառույցները աշխատում էին։